Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի հերթական դրվագն իսկապես ծանր ու ցնցող էր։ Մենք ականատես եղանք այն պահին, երբ երկար տարիներ խնամքով թաքցված ստերն ու գաղտնիքները վերջապես պայթեցին, իրենց տակ թողնելով մեր սիրելի հերոսների երազանքներն ու վերջին հույսերը։ Սերիալը թևակողում է հոգեբանորեն ամենաբարդ և դրամատիկ փուլը։ Սկսենք Սարգսյանների և Ավոյի բախումից։ Ինչպես և մենք կանխատեսել էինք մեր նախորդ վերլուծություններում, Դավիթի և Ավոյի հանդիպումը ոչ մի հստակ արդյունք չտվեց։ Ավոն, հավատարիմ մնալով իր նենգ ու կեղծավոր տեսակին, փոխանակ տղամարդավարի պատասխանելու եղբորորդու հարցերին, սկսեց պարզապես ջուր ծեծել։ Նա հմտորեն մտավ զոհի դերի մեջ, պնդելով, թե չի հիշում, թե ով է սպանել Ռաֆոյին, իսկ Մոսկվայի դեպքերի մասին էլ հորինեց հերթական սուտը։ Թե իբր ինքը չի գնացել, բայց իրեն հեռվից տեղեկացրել են, որ Ռաֆոյի երեխան մահացել է։ Նա փորձում էր արդարանալ, մեղքը բարթելով Դավիթ պապիկի վրա, թե իբր հայրն է իրեն վռնդել ու ջնջել կյանքից, ինչի պատճառով էլ ինքն այսօր անտեր ու դժբախտ է։ Դավիթը լսելով այս հայտնի ու անիմաստ սառանցանքները վերադառնում է տուն։ Դավիթ պապիկի համար այս ամենը բնավ նորություն չէր, իսկ ահա թոռնիկ Դավիթը իսկական շոկի մեջ էր, չէ՞ որ նա նախկինում հանգամանքների բերումով բազմիցս տեսել էր այս մարդուն, խոսել էր նրա հետ, անգամ չկասկածելով, որ նա իր հարազատ հորեղբայրն է։ Բայց մինչ Դավիթը փորձում էր ճշմարտության հետքերով գնալ, Լեոն կայացրեց ճակատագրական ու խելահեղ որոշում։ Անտեսելով բոլոր խոչընդոտները, նա վերցրեց ճամպրուկն ու գնաց Լեայի հետ երկրից փախչելու։ Սակայն Հունանի հզոր ու դաժան մեքենան արդեն գործի էր դրվել։ Արամից իմանալով փախուստի ծրագրի մասին, Հունանը տալիս է իր ամենագազանային հրահանգներից մեկը։ Նրա մարդիկ կտրում են երիտասարդների ճանապարհը, Լեային բռնի ուժով առևանգում են, իսկ Լեոին ենթարկում են անմարդկային դաժան ծեծի և անգիտակից վիճակում նետում մութ նկուղը։ Հունանը կանգնած էր փակուղու առաջ։ Նա հասկանում էր, որ ֆիզիկական արգելքներն այլևս չեն կանգնեցնելու դստերը։ Նա ստիպված դիմում է Իննայի խորհրդին, փնտրելով վերջնական լուծում Լեային Լեոից կտրելու համար։ Եվ այստեղ Իննան դնում է վերջնագիր, կամ Հունանն ինքն է բացահայտում գաղտնիքը, կամ էլ ինքը Իննան դա կանի։ Հունանը դիմում է այդ ծայրահեղ քայլին, առևանգված Լեային բերում են հոր մոտ, և Հունանը դեմքին շպրտում է արյունոտ ճշմարտությունը։ Ինքն է Լեոյի հորը սպանել։ Լեայի ապրումներն այս պահին աննկարագրելի են, նրա ողջ աշխարհը փուլ է գալիս, բայց շոկային նորությունից զատ աղջկան վերջնականապես կոտրում է հարազատ մարդկանց դավաճանությունը։ Իմանալով, որ մայրը Իննան տարիներ շարունակ իմացել է այս սարսափելի գաղտնիքն ու լռել, Լեան նրան անվանում է դավաճան։ Իսկ ամենացավալի ու անարդար հարվածը Գրիշոյի գործոնն էր։ Լեան գիտակցում է, որ իր եղբայրը նույնպես տեղյակ էր ամեն ինչից, բայց ի տարբերություն իրեն, Հունանը Գրիշոյին թույլ է տվել սիրել, ամուսնանալ Մանանի հետ ու երջանիկ լինել, իսկ իրեն դատապարտել է դժբախտության։ Հարգելի հեռուստադիտողներ, առաջիկայում մեզ սպասվում է չափազանց ծանր, հուզիչ և արցունքոտ սերիա։ Ինչ եք կարծում, ով և ինչպես դուրս կբերի Լեոին այդ դժոխային նկուղից։ Արդյոք Դավիթը կհասկանա, թե որտեղ է եղբայրը և օգնության կդիմի Ավոյին ու արդյոք Ավոն կօգնի նրան։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։